Բարի լույս իմ փոքրիկ մոնթեականներ։ Բարև ձեզ։ Այսօրվա մեր դասն է ստեղծող ձեռքեր թեմայից զրույց պատմվածքը։ Մենք միասին պատմացել ենք, քննարկել ենք։ Այսօր ես ձեզ ինչ էի հանձնարարել, որ միասին պետք է փորձենք պատմել։ Եկեք ես ձեզ ներկայացնեմ մեր այսօրվա դասի նպատակները և շարունակենք։ Դասի նպատակներն են զարգացնել սովորողների ունկնդրած կամ ընթերցած ստեղծագործության բովանդակությունը վերարտադրելու կարողությունը, ուղղորդել սովորողներին ճիշտ և հաջորդականորեն ներկայացնելու պատմության հիմնական իրադարձությունները և գաղափարը, ապահովել սովորողների կողմից փոխադրամիջոցների տեսակների ճանաչումն ու տարբերակումը, ձևավորել կարողություն օգտագործելու հատկանիշ ցույց տվող բառեր կենդանիների նկարագրության մեջ։ Իսկ դասի ավարտին դուք արդեն պետք է կարողանաք վերարտադրել ընթերցած ստեղծագործության բովանդակությունը, տարբերեք փոխադրամիջոցների տեսակները և անվանեք դրանք, նկարագրեք կենդանիներին հատկանիշ ցույց տվող ծանոթ բառերով, պարզ կապակցված խոսքով արտահայտեք ձեր մտքերը ուսումնասիրած թեմայի վերաբերյալ։ Երեխաներ, կարող եք դասը սկսել արդեն։ Ով է սովորել դասը, ձեռքով տեսնեմ, ով կարող է պատմել։ Պատմի Սառա ջան, արի փորձի։ Ուշադիր եղեք, միա շարունակելու ենք Սառային։ Լսում եք է Սառա ջան, որն էր մեր դասի վերնագիրը։ Որն է մեր դասի վերնագիրը։ Զրույց։ Ես դրեցում եմ եղնիկը, ծիծեռնակը և ձկնիկը։ Եղնիկը ասում են, որ նա շատ գեղեցիկ է և ծիուց արագ է վարվում։ Շատ ճիշտ է։ Ծիծեռնակը ասում է, որ քամուց ավելի արագ է թռչում։ Իսկ ձկնիկը ասում են, որ գետի ափ է իջնում, մարդիկ նրան Ջրի խորքերն է։ ջրի խորքերն է իջնում, մարդիկ նրան չի կարող բռնել։ Ըստ է ձկնիկը իջնում է ջրի խորքերը, որ ինչ անի։ Այդ կողմը մտածելով իջնում է ջրի խորքերը, որ ինչ անի։ Որ մարդիկ նրան չգտնեն, կամ գուցե իջնում է, որ կեր փնտրի իր համար, ջրի խորքում իր համար ավելի ապահով է։ Ճիշտ է, Սառա ջան, կեցես։ Իսկ քեզ շարունակելու թող գա։ Ժաննա, արի Ժաննա ջան, տեսնեմ ով լսեց նրան զրույցը, փորձի շարունակել։ Մարդը լսեց նրան զրույցը ու ասաց, որ ինքը մեքենա ու գնաց ստեղծի և եղնիկից արագ կսլանա։ Եվ եղնիկից արագ կսլանա, ճիշտ է։ Ասաց, որ ինքը պետք է ինքնաթիռ ստեղծի, որ թռչունից, որ ծիծեռնակից արագ ստանա։ Շատ ճիշտ է, ինքնաթիռն ուղղաթիռներ ստեղծես, որ թռչունից արագ սլանա։ Էլ ինչ ստեղծես մարդու։ Լավ ու արագաստանա ստեղծեց և Ինչի համար ստեղծեց։ որ ձկնիկից Որ ձկների նման ջրի խորքերը և բացահայտի բոլոր գաղտնիքները։ Օ, բացահայտի ջրի բոլոր գաղտնիքները, շատ ճիշտ է։ Ժաննա ջան, ստեղծեց նա բառագաստանա և Սուզանա, որ ձկնիկի նման լողաշատ, ճիշտ ես ասում, կեցես, հետո ինչ եղավ հիմա։ Կենդանիները լուր լսեցին ու լուր հեռացան։ Մարդուց հեռացան, ինչու՞, իսկ ինչ ես կարծում, ինչի նրանք լուր հեռացան։ Որ մարդը նրանցից ավելի խելացի։ Հասկացան, որ մարդը նրանցից ավելի Խելացի։ շատ ճիշտ է, կեցես, նստի։ Պատմեցինք մեր այսօրվա դասը, հիշեցինք ինչպիսին էին մեր հերոսները։ Հիմա եկեք բառերով բնութագրենք
հերոսներից յուրաքանչյուրին։ Տեսնեմ, ով կարող է բնութագրել եղնիկին։ Ինչպիսին է մեր եղնիկը, ձեռքով։ Ձեռքով տեսնեմ, ինչպիսին է եղնիկը։ Լիլի ջան, ինչպիսին է եղնիկը։ Արագավազ ու գեղեցիկ։ Շատ ճիշտ է, համաձայն եք Լիլիթի հետ։ Այո։ Կեցես, ով է մեր հաջորդ հերոսը։ Ով է մեր հաջորդ։ Ծիծեռնակը։ Ապա ձեռքով տեսնեմ, ինչպիսին է մեր ծիծեռնակը։ Էջուա ջան, ինչպիսին է ծիծեռնակը։ Թարակ դիտիրը ու Ինչպես է սլանում, ինչի նման է սլանում։ համունիման։ Շատ ճիշտ է, կեցես, հաջորդ մեր հերոսը ով է։ Ձգնիկը։ Ձգնիկը, ճիշտ է։ Մայրամ ջան, ինչպիսին է մեր ձգնիկը իմ արդեն։ Շատ լավ է։ Մենք ինչպիսի բառակապակցություններ կազմեցիք, տեսնեմ ով կարող է կազմել բառակապակցություններ կենդանիների անուններին համապատասխանելին է։ Ինչպիսին է մեր եղնիկի մասի շրջվի։ Երեխաներ, բնութագրեցինք բոլոր կենդանիներին, վերարտադրեցինք դասը, պատմեցինք, վերհիշեցինք։ Հիմա եկեք կազմենք բառակապակցություններ, տեսնենք որ կենդանում, որ հատկանիշով ենք բնութագրելու։ Ով կարող է բնութագրել, ձեռքով տեսնեմ, ապա ձեռք, տեսնեմ, ով կարող է մեր կենդանում։ Ասա Սոֆիա ջան, բնութագրի։ Եղնիկը, ծիծեռնակը և ճապի ջուկը։ Եղնիկը ինչպիսին է։ Արագավազ։ Արագավազ եղնիկ, կեցես, իսկ ծիծեռնակը։ Չարակչի։ Ինչպիսի ծիծեռնակ այսինքն ունեցան։ Չարակչի։ Բառակապակցություն ամբողջությամբ կասես։ Չարաջջի, իսկ ձուկը Ճապի։ բառակապակցությունն ասա։ Ճապի ջուկը։ Ճարպի ձուկ, կեցես, շատ ճիշտ է։ Սիրելի սովորողներ, պատմվածքում մենք հանդիպեցինք բազմազան առարկաներ, այնպես չէ։ Այո։ Առարկաներ, որոնք ստեղծեց մարդը, եւ առարկաներ, որոնք ում կողմից են ստեղծված։ Բնությամբ, ճիշտ է, կայուն։ Մեր շրջապատը բազմազան է, երեխաներ։ Մեր շրջապատում են իրեր մարդու եւ բնության կողմից ստեղծված։ Այ եկեք նորից հիշենք։ Մեր պատմվածքում ինչն է ստեղծված բնության կողմից։ Արեն ջան, ինչ են ստեղծված բնության կողմից։ Ծիծեռնակը, ձուկը, բարձրացա իմ տղա։ Ծիծեռնակը, ձուկը եւ եղնիկը շատ ճիշտ է, կեցես, իսկ ինչերն են ստեղծված մարդու կողմից, տեսնեն ձերքով։ Տանե ջան, ինչերն են ստեղծված մարդու կողմից, մարդը ինչ է ստեղծեց։ Կեցես, ուրիշ։ Շատ ապրես։ Ուրիշ, կեցես։ Ինքնաթիռ ջան, կեցես։ Երեխաներ, ովքեր էին մեր պատմվածքի հերոսներ, ովքեր էին զրուցում։ Ձեռքով, Էլինա ջան, ովքեր էին զրուցում։ Եղնիկը, ծիծեռնակը և ձուկը։ Եղնիկը, ծիծեռնակը և ձուկը։ Եկեք միասին վերհիշենք, երեխաներ, ինչի համար էին նրանք իրենց գովում։ Այդ տեսեք հարց ունենք այստեղ։ Ինչի համար էին իրենց գովում։ Իրենց որ հատկանիշի համար էին գովում։ Օրինակ եղնիկ ինչու է իրեն գովում։ Մտածում են ինքը հանգիստ։ Գեղեցիկը և քամուց արագ է վազում։ Եղնիկն է քամուց արագ վազում։ Ձիուց արագ է վազում։ Ապրես, մտածում եք ինքը գեղեցիկ է և ձիուց արագ է վազում։ Հաջորդ հերոսը մեր ով է։ Ձուկը։ Ով է Արփի ջան։ Ծիծեռնակը։ Հա, լսենք Արփի Ժաննա ջան։ Ձուկը։ Ինչ է մտածում ձուկը, ինքը ինչպիսին է։ Ինչով է երևում նրա ճարպկությունը, Արփի ջան։ Որ ինքը լողում է ջրի խորքերում։ Այո, նա լողում է ջրի խորքերում։ Եվ ով մնաց մեր Սարա ջան, ով մնաց։ Որ մեր հերոսը մնաց։ Ծիծեռնակը։ Ինչի համար իրեն գովում։ Ծիծեռնակը գովում է, որ ինքը քամուց ավելի արագ է թռչում։ Շատ ապրես, ճիշտ է։ Հիմա ուշ
ուշադիր մեր հաջորդ հարցը, երեխաներ։ Ինչու մարդը որոշեց փոխադրամիջոցներ ստեղծել։ Ապա տեսնենք, Տիգրան ջան, կարող ես ասել, ինչու մարդը որոշեց փոխադրամիջոցներ ստեղծել։ Որոնցի եղնիկին, ծիծեռնակին և զտանին։ Որ կարողանա բոլորին անցի։ Ապա տեսնենք, Ժաննա ջան, ինչու մարդը որոշեց։ Որոշեց որպես Ինչի համար որոշեց։ Ինչ նպատակով փոխադրամիջոցներ ստեղծեց։ նա ուզեց, որ ստեղծի այդքան փոխադրամիջոցներ, որ բացահայտի երկի մոլորակի գաղտնիքները։ Ապրես, կեցես, որ բացահայտի երկի մոլորակի գաղտնիքները։ Տարբերակ է Ժաննա ջան, կեցես, շատ է մտքի թռիչքում ես։ Տեսնենք հաջորդում, ինչ ենք տեսնում։ Ինչ է պատկերված նկարում։ Ձերքով, Մարի ջան, ինչ ես տեսնում պատկերում, կանգնիր, խնդրում եմ։ Ծիծեռնակ, եղնիկ, ձկնիկ։ Եվ մարդ, չէ՞։ Այո։ Տեսնենք մարդ է։ Ովքեր էին նրանք։ Հերոսներ։ Մեր պատմվածքի Հերոսներ։ Կեցեք, մեր պատմվածքի հերոսներն էին, շատ ապրեք։ Երեխաներ, մեր պատմվածքում թռչունները և կենդանիները լուր հեռացան։ Եկեք նորից կրկնենք։ Ինչու թռչուններն ու կենդանիները լուր հեռացան։ Ես ուզում եմ ձեր կարծիքը լսել։ Ով կարող է ասել, ինչու թռչուններն ու կենդանիները լուր հեռացան։ Մարիամ ջան, կարող ես ասել, ինչու լուր հեռացան։ Որովհետև մարդը իմացան, որ մարդը խելացի է ու լուր հեռացան։ Այսինքն տեսան, որ մարդը կարողանում է իրենց հաղթող, իրենցից արագ սլացող փոխադրամիջոցներ ստեղծել, հասկացա, որ մարդը խելացի է և հեռացան։ Կեցես, Մարիամ ջան, շատ ապրես։ Դու ինչ ես կարծում, ինչու լուր հեռացան, Սոֆիա ջան։ Որովհետև նրանք մտքերի մեջ ընկան և հեռացան։ Ինչու մտքերի մեջ ընկան։ Որովհետև մարդը շատ խելացի է և ստեղծել է Արագավազ եղնիկից ավելի արագ սլացող։ Ավելի արագ սլացող։ Ինչ ստեղծեց մարդը, որ եղնիկից արագ սլանա։ Գնաց, ավտոմեքենա։ Կեցես, շատ ապրես աղջիկ։ Նայեք մեր հաջորդ սահիկին, երեխաներ։ Տեսնում եք ինչ է գրված։ Ինչ կուզեին այն ստեղծել մարդկանց օգնելու համար։ Հիմա երեխաներ, ուզում եմ ձեր մտքի թռիչքը տեսնել։ Ձեր երևակայությունը մեզ ցույց տվեք։ Այ ինչ կստեղծեիք դուք, տեսեք մարդը ժամանակի ստեղծեց ինքնաթիռ, ուղղաթիռ, գնաց, ամեն ինչ ստեղծել է բացես։ Բայց դե միշտ կան անհրաժեշտ իրեր, որոնք դեռ ստեղծված չեն։ Այդ փորձեք մտածել, դուք ինչ կստեղծեիք, որ օգտակար լիներ մարդկությանը։ Էլինա ջան, քեզ լսենք։ Ստեղծել հատուկ կայքեր, որոնք մարդիկ կկարողանան իրենց լիքը նվերներ տալ։ Օրինակ խաղալիք, գիրք։ Այսինքն դու կստեղծես այնպիսի մի կայք, որտեղ մարդիկ իրար կկարողանան նվերներ տալ։ Շատ տարբերակ է ուրիշ, ասա, որ այնքան դու ինչ կստեղծես։ Ապրեսի մոկատար աղջիկ, ուրիշ, ինչու Մարիամ ջան, ռոբոտ չունի ինչ ես տեսնում։ Իրական շնիկ չունեք, ուզում ես ռոբոտ շնիկներ ստեղծել։ Անվնաս կլինեն ռոբոտ շնիկները, չեն գծի, չեն վնասի, բայց մարդկանց կտեղեկացնեն, ասա Տիգրան ջան։ Ես կստեղծեմ պապիկների, տատիկների համար մի ծրագիր, որ իրենց տեղանիքները հիշեցնեն։ Որ հիշեցնի նրանց, շատ կա գաղափար է, ով է մտածել, ինչով կարող ենք ով, ասա Ժաննա ջան։ Ես կստեղծեմ Ծրագիր։ որ երեխաները Այնպիսի ծրագիր, որ երբ երեխաները
մասնագետները նրանց օգնությամբ շատ ապրեց, կեցես իմ խելացի աղջիկ։ Իմ փոքրիկ մոնթեականներ, քանի որ պատմվածքում մենք հանդիպեցինք բազմաթիվ տրանսպորտային միջոցների, ես ձեզ համար բերել եմ ուսուցողական փոքրիկ տեսանյութ, որը միասին կդիտենք, կքննարկենք եւ կամրապնդենք մեր ունեցած գիտելիքները տրանսպորտային միջոցների մասին։ Պատրաստ եք գիտելու։ Շատ լավ, եկեք ես միացնեմ տեսանյութը։ Այսօր սովորելու ենք տրանսպորտային միջոցները։ Կարող ես ասել օդապարիկը, օդային, ցամաքային, թե ջրային փոխադրամիջոց է։ Եկեք լսեմ ես ձեզ, ինչ տարբերակներ կա։ Բարի, եկեք հիմա շարունակենք տեսանյութը դիտել։ Օդապարիկը օդային փոխադրամիջոց է։ Կեցեք։ Ինչ փոխադրամիջոց է։ Ավտոբուսը, Ձերքով, ինչպիսի կրանք։ Հիմա ստուգենք, տեսնենք, ապրեք։ ավտոբուսը ցամաքային փոխադրամիջոց է։ Այո, Ինչ ցամաքային փոխադրամիջոց է նավակը։ ապա տեսնենք։ Նավը որտեղ է գնում։ Կեցեք։ Նավակը ջրային փոխադրամիջոց է։ Մյուս նավակը ինչ լինի։ Կեցեք։ Սա ևս ջրային փոխադրամիջոց է։ Շատ ճիշտ է։ Ինչ փոխադրամիջոց է։ Մեքենան, ցամաքային փոխադրամիջոց է։ Կեցեք։ Իսկ ուղղաթիռը, Հիմա ստուգենք։ ուղղաթիռը օդային փոխադրամիջոց է։ Հիմա հեծանիվը, Ստուգենք։ հեծանիվը ցամաքային փոխադրամիջոց է։ Իսկ նավը, Կեցեք։ նավը ջրային փոխադրամիջոց է։ Հիմա նայում բեռնատարը, Կեցեք։ բեռնատարը ցամաքային փոխադրամիջոց է։ Օդային փոխադրամիջոց է։ Իսկ է ցամաքային։ Սպասեք։ Ցամաքային փոխադրամիջոց է։ Շատ ճիշտ է։ Երեխաներ, մենք սովորած է ամրապնդելու համար, վստահ լինելու համար, որ դուք բոլոր հերոսներին շատ լավ ճանաչեցիք եւ կարող եք նրանց բնութագրել, ես ձեզ համար բերել եմ փոքրիկ խաղ, որը միասին խաղալուց հետո պարզ կդառնա։ Արդյոք դուք լավ հասկացաք մեր հերոսների հատկանիշները, ճանաչեցիք նրանց, կարողանաք նրանց բնութագրել համապատասխան բառերով։ Սկսենք խաղը։ Դե ուշադիր, հարմար տեղավորվեք։ Առաջադրանքն այսպիսին է։ Ուշադիր կարդա տեքստը, գտիր համապատասխան զույգը։ Երբ ես բացեմ էկրանը, երեխաներ, այնտեղ կհայտնվի մեր առաջադրանքները։ Դուք պետք է գտնեք համապատասխան զույգը եւ ինձ ասեք։ Ինձ կօգնի այս հարցում, առաջինը ինձ կօգնի Մարի։ Մարի ջան, մոտ արի։ Կարդա որևէ տեքստ։ Ցանկացածը կարդա, Մարի ջան։ Որը՞ց է։ Կարաճը չէ, ես սլամ եմ համուման։ Եվ որն է մեր հերոսը։ Ծիստրնատը։ Խոսենք միացնել։ Ճիշտ է, անհետացավ էկրանից։ Հաջորդը թող կարդա Լիլիթը։ Լիլիթ, սա կարդա։ Բարձր կարդանի։ Գեղեցիկ։ Գեղեցիկ է եւ արագավազ, դա որում հերոս է։ Եվ ընտրում եմ տեղից մի բղավեք։ Գեղեցիկ է։ Անհետացա, ուրեմն ճիշտ է, կեցեք, Էլինա ջան, հաջորդը դու կարդա։ Հաջորդը կարդեմ աղջիկ։
Բանիմաց։ Անիմաց և խելացի մարդ։ Կեցես մեր հերոսներից մարդն է, բանիմաց, արդյոք ճիշտ ես գուշակել։ Այո, ճիշտ է։ Սոնյա ջան, հաջորդ եք ուղարկա։ Լողալ։ Ճարպիկ է լողալ։ Տեսնեմ։ Եվ եկավ երեխաներ, ձեզ գովելու պահը, կեցես, դու հիանալի յուրացրել ես դասը, ապրեք երեխաներ, շատ լավ ենք մեր հերոսներին հիշում, կեցեք։ Նախորդ խաղը հիանալի խաղացիք, կեցեք, իսկ այս պահին խաղում ենք մեկ ուրիշ խաղ։ Մենք մեր պատմվածքում հանդիպեցինք առարկաների, որոնք ստեղծել է մարդը և որոնք ստեղծվել է բնության կողմից։ Ես բերել եմ մի խաղ և դրա միջոցով ես ուզում եմ ստուգել, դուք արդյոք սովորեցիք ինչն է ստեղծված մարդու կողմից, պատկերացում կազմեցիք արդյոք ինչն է ստեղծված մարդու կողմից, իսկ ինչն է ստեղծված բնության կողմից։ Իսկ այս պահին եկեք խաղանք խաղը և տեսնենք թե այնտեղ ինչ նկարներ են թաքնված, արդյոք դուք ճանաչում եք պատկերները և կկարողանաք տարբերել մարդու և բնության ստեղծածները։ Պատրաստ եք։ Այո։ Հիմա խաղը սկսված է։ Եվ ինչպես է անվանված մեր խաղը, նշիր, թե որն է մարդու ստեղծածը, իսկ որը բնության։ Գորջան կանգնի, խնդրում եմ իմ տղա։ Առաջին պատկերը, որ տեսնում եք, ինչ է պատկերված։ Մարդն է ստեղծել, թե բնությունը։ Տանենք, ուղղաթիռը տանենք մարդու կողմը։ Այո, ճիշտ է Գորջան, նստիր Գորջան։ Մարիամ ջան, ինչ ես տեսնում պատկերում։ Խնդրում եմ մի խանգարեք, արև ով է ստեղծել, մարդը թե բնությունը։ Ով է ստեղծել Մարիամ ջան։ Արևը, որ երկնքում փայլում է։ Ով է ստեղծել մարդը թե բնությունը։ Բնությունը, հիմա ստուգենք տեսնենք։ Ճիշտ է։ Ինչ ես տեսնում Լիլիթ ջան։ Ասա, ինչ ես տեսնում։ Բարձր ասա։ Ըստ քեզ ով է ստեղծել մարդը թե բնությունը։ Մարդը, կեցե, ճիշտ է։ Նստի Լիլիթ ջան։ Ինչ ենք տեսնում նկարում։ Նարեկ ջան կանգնի խնդրում եմ և մեզ ասա տղեր։ Ծիականը մարդ է ստեղծել թե բնությունը։ Լռեք խնդրում եմ, լռեք խնդրում։ Բարձր։ Բնություն է ստեղծել, այո, չենք խանգարում երեխաներ։ Դեռ չենք խոսում և մեր ընկերներին չենք խանգարում։ Դավիթ ջան կանգնի խնդրում եմ։ Ինչ ես տեսնում նկարում իմ տղա։ Բարձր ասա։ Նկարում ձի ես տեսնում թե գիրք։ Գիրք։ Ինչ ես կարծում, գիրք ով է ստեղծել, մարդը թե բնությունը։ Մարդը, ճիշտ է, կեցե, Էլինա ջան, խնդրում եմ, արի հանդիպի հա մեր ընկերներին։ Տիեզերանավում գտնվող տիեզերագնացը։ Տիեզերանավը ով է ստեղծել ըստ ձեզ։ Մարի ջան, ով է ստեղծել տիեզերանավը։ Մարդը, տեսնենք։ Ամիքայել ջան, ինչ է պատկերված։ Ինչ ես կարծում, սարերով ով է ստեղծել, բնությունը թե մարդը։ Կեցես, բնություն, հիմա ստուգենք։ Հաջորդ նկարը Արտի ջան, ինչ ես տեսնում։ Եվ ով է ստեղծել եղնիկը։ Բնությունը, կեցես։ Դպրոց է նկարը։ Ռոբերտ ջան, դպրոց ով է ստեղծել, բնությունը թե մարդը։ Մարդը, հիմա ստուգեմ տեսնեմ։ Եթե անհայտանա նկարը ճիշտ է։ Ճիշտ է։ Հիմա Մարի ջան, կանգնիր և ասա, ինչ է պատկերված։ Ինչ ես կարծում, ով է ստեղծել նկարը, բնությունը թե մարդը։ Բարձր։ Բնությունը, ճիշտ է, կեցես։ Երեխաներ, որպես տնային առաջադրանք, ես ձեզ համար բերել եմ QR կոդեր։ Դուք արդեն ծանոթ եք QR կոդերին, մի անգամ չէ, որ մենք կատարել ենք այսպիսի աշխատանքներ։ Մեր այս
այսօրվա գիտելիքները ամրապնդելու, մեր սովորածը ամրապնդելու համար, որպես տնային աշխատանք, հեռախոսներով մայրիկների կբացեք այս QR կոդերը, կկատարեք աշխատանքը, որը շատ հետաքրքիր է, երբ որ մեծանաք ձեր սեփական հեռախոսներ ունենաք, այն ժամանակ մենք այս աշխատանքը կկատարենք դասարանում։ Ահա եւ ձեր տնային հանձնարարությունները։ Հիմա ես կբացեմ, դուք այն կտեսնեք։ Այսպիսի հարցեր են լինելու երեխաներ։ Նշվածներից որն է օդային տրանսպորտ։ Դուք պետք է Մարիամ ջան կարդաք, պատասխանեք հարցերին, սխալ կպատասխանեք, թե ճիշտ կպատասխանեք, կանցնեք հաջորդ հարցին կամ կպարտվեք։ Երբ բոլոր հարցերին ամբողջությամբ պատասխանեք, դուք դառնալու եք միլիոնատեր, որովհետև այս խաղի անունն է ով է ուզում դառնալ միլիոնատեր։ Երբ բոլոր հարցերին ճիշտ պատասխանեք, այ վաղը կտեսնեմ, թե դասարանում քանի միլիոնատեր եք ունենալու։